Գիտեք, ես մի բան կարող եմ ասել, որ սաղմոսների մեջ, որ կարդում են մարդիկ սաղմոսները, գրվում է Տեր, դադիր այն օձիք, որ դադեն ձեզ, մարդնչիր այն օձիք, որ մարդնչեն ձեզ, ես մեղքում եմ, այսպես պիտի լինի, ների գալուստն է, ների արբանյակները եկել են, երևում են և պատրաստվեք դիմացի ընտրություններին, որ Հայաստանի Հանրապետությունը լինի լուրջ ձեռքերում, լուրջ մարդկանց ձեռքում և գրվածքն էլ կատարվում է տասնյակ սրբերի գրվածքը պիտի կատարվի աշխարհի վերջին օրերին, ինչ պիտի լինի հայոց ազգին։ Ասեմ ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև Աստված ընդ մեզ է, առաջ Աստված, հանգիստ եղեք, լավ է լինելու։ Ես հիմա անուններ չեմ տալիս, դիմացը կասեմ, Սրբազան ազատություն, Սպես լավ սիրուն աղջիկները մեր կողքն են, մեր լրագրողները, բաները, տեշտիկյարով եկել են մեր դադին, մենք ոնց կարող ենք այս քանի բան, հանգիստ եղեք, ամեն ինչ հավատացեք, այս ես խոսք եմ տալիս, ոնց որ ամաղեկացիները հարձակվեցին Իսրայելի ազգի վրա և երբ որ Մովսես մարգարեն Իսրայելին հանեց Եգիպտոսից, մի գիշերվա մեջ 180,000 հոգի մեկից առավոտ զարթան, որ բոլորը մահացած էին և Աստված տվեց այդ ազգին, ուրեմն Իսրայելի ազգին։ Կտեսնեք, որ Աստված ընդ մեզ է, հիշեք, եթե Աստված ընդ մեզ է, ով կարող է զիս մենամարտել։ Դավիթ մարգար, հետո մի բան ասեմ, մի կարևոր բան էլ ասեմ, իլուր մեր ազգի, որ մայրիկ մայր Աստվածածինը, Գրիգոր Նարեկացին ասում է, որ հայոց ազգին է պատկանում։ Ուրեմն Դավիթ մարգարեի 70%-ը հայոց ազգին է պատկանում։ Այստեղ էլ պիտի կաթողիկոսը տեսնի, որ այն բարեպաշտ հոգևորականներին, որ ինքը կարկալուց է ելանում, որ գալիս էին այս բաների դեմ պայքարում էին, ուրեմն ես որ ասում եք ոնց է կոչվում այդ ԼԳՏԲ-ի դրանց կարկալուրց արեց մի րոպե հետո այդքան եպիսկոպոսները իրա դեմ դարձան ուրեմն իրանք էլ սխալ բան են արել պետք է հավատացյալներին ընդգրկել դարձնել եպիսկոպոսներ ու հոգևորականներ ցավոք սրտի այ հիմա թող քաշեն իրան բայց սրանք իրավունք չունեն նմանատիպ հոգևորականներին նմանատիպ բան ասելու որովհետև իրանք ոչ Գրիգոր Լուսավորիչն են ոչ էլ Մերսրոպ Մաշտոցն են շնորհակալություն Հաջողություն, դուք էլ մի խառնվեք, թողեք ներգու բան ասենք կարևոր բանը ժողովրդի ձեզի համար էլ է, դուք էլ դարձի արեք, ձեզի համար է։ Հաջողություն, Աստված Տիկին Կոստանջան երկու բառով կգնահատեք Շատ կապչեն դուրս եք։ Տեսակ վկաները ինչ են ասում, այնպիսի աբսուրդային մեղադրանքներ են, այն էլ երկրաշարժ ապրած Գյումրի հատակագծերի հետ կապված, նաև շինթույլտվությունների հետ կապված, ակնհայտ է, որ ամբողջ ուղղակի կազմել են, վկաներից մեկն էլ հայտնեց, որ Առաջի անգամ է տեղեկանում, որտեղ է տեղեկացել ԱԱՑ-ին, որ այդ ամեն ինչը ինչ-որ խնդիրներ է առաջացրել, այսինքն ԱԱՑ-ի կարած գործերից և պատվերներից։